Ինչ է նշանակում ասել Հայաստանում ընտանեկան բռնությունը թույլատրված է օրենքով։ Բռնությունը Հայաստանում բնականաբար համարվում է հանցագործություն եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կան մի շարք հոդվածներ, որոնցով նախատեսված է բռնության այս կամ այն տեսակի հանգամանքների դեպքում քրեական պատասխանատվություն, պատիժ եւ այլն։ Եվ ես այժմ կընթերցեմ այդ հոդվածները իրենց կետերով։ Եվ այսպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք հոդված 196։ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։ Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացնում սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, խոսքը ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու մասին է, եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, խոսքը խոշտանգման մասին է, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Կրկին, ինչ-որ մեկին ֆիզիկական ուժեղ ցավ կամ ուժեղ հոգեկան տառապանք պատճառելը պատժվում է առավելագույնը 3 տարի ժամկետով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է, ես մեջ եմ բերում այն կետերը, որոնք նշված թեմային մեր հետաքրքրության սահմաններում են։ Որը կատարվել է, այսինքն հոգեկան ուժեղ տառապանք կամ ուժեղ ֆիզիկական ցավ պատճառվել է հղի կնոջ նկատմամբ, անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կողմից, մի խումբ անձին կարող են լինել ընտանիքի այլ անդամներ, ինչպես հարսի պարագայում սկեսուր, սկեսրայր, տալ եւ այլ անձինք, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով։ Սա քրեական օրենսգրքի հոդված 196-ն է, որպեսզի ես պարզ դառնա, ես սա կտեղափոխեմ օրինակի վրա։ Այսինքն անձը տվյալ պարագայում ամուսինը, հայրը, ընտանիքին մեծամասնությամբ կարող են լինել այլ դերակատարներ, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում պարզապես ընտանիքի այլ անդամին, որևէ մեկին, կարող է մինչև 3 տարի ազատազրկմամբ պատժվել, բայց եթե այդ արարքը կատարում է իրենից ֆինանսապես կախվածության մեջ գտնվող անձի հանդեպ, ինչպես իր սեփական կինն է, օրինակ մեծամասնության դեպքերում կարող են լինել այդպիսի դեպքեր կամ անչափահասի նկատմամբ, ինչպես իր երեխան է, կնոջ նկատմամբ, որը հղի է, եթե այդ ուժեղ տառապանքը հոգեկան եւ ուժեղ ցավը ներգործվել է, կատարվել է անձի հանդեպ մի խումբ անձանց կողմից, այսինքն խոսքը միայն ամուսնու մասին չէ, ապա ազատազրկումը պատիժը սահմանվում է 3-ից 7 տարի ժամկետով։ Սա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն է։ 166-րդ հոդվածն եմ ընթերցում, առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, արտահայտվել է դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակմամբ, առաջացվել է առողջության քայքայում զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս քան 1/3 կայուն կորստով կամ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով պատժվում է 3-ից 7 տարի ժամկետով։ Նույն հոդվածի երկրորդ մասն ասում է. մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հղիության ընդհատում, պատժվում է 4-ից 8 տարի ժամկետով։ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է, կրկին ծանրացուցիչ հանգամանքներն եմ նշում,
Հղի կնոջ նկատմամբ, անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարվարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մերձավոր ազգականի կողմից պատժվում է 5-ից 10 տարի ժամկետով։ Առողջության միջին ծանրության վնաս պատճառելը կախված հանգամանքներից կրկին պատժվում է 2-ից 5 տարի ժամկետով եւ ամենակիչ պատիժը կարծես թե թեթևը առողջության թեթև վնաս ներողություն, թեթև վնաս պատճառելու հոդվածն է, հոդված 171, որ կրկին պատժի չափ ունի, տուգանք առավելագույն տասնամատիկի չափով, հանրային աշխատանք 100 ժամ տեղողությամբ, ազատության սահմանափակմամբ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկման, սա այն դեպքն է, ընթերցեմ նաև հոդվածը 171, մեկ ուրիշին մարմնական վնասված կամ առողջության այլ վնաս պատճառելը, որը առաջացրել է կարճատև քայքայում, ընդհանուր աշխատունակության անկում, այսինքն ամենաթեթև տեսակն է եւ կրկին պատիժ է նախատեսված մինչեւ 1 տարի ազատազրկում, տուգանքից սկսած իհարկե կախված հանգամանքներից եւ չի պատժվում նման արարքը, նման բռնությունը մեկ պարագայում, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, անհրաժեշտ պաշտպանության կամ հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազատմամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը հանցագործություն չի համարվում։ Սա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածներն են, որոնք պատժում են, այսպես ասած, պատասխանատվություն են ենթադրում բռնության համար։ Նշված բոլոր կետերը վերաբերելի են եւ առավել վերաբերելի են եւ առավել հաճախ պատահում են ընտանիքների ընտանեկան հարկի ներքո։ Ինչի մասին հոդվածներում խոսք անգամ չկա։ Ինչի եմ այսպես ասում, ընդունենք օրինակ հղի կնոջ, նշված է, որ հղի կնոջ նկատմամբ հոգեկան ցավ, ֆիզիկական ցավ պատճառելը պատժվում է 3-ից 7 տարի ժամկետով, չէ՞։ Ուզում եմ ընդունենք, պատկերացնենք իրավիճակ, որ ինչ-որ մի X հղի կին քայլում է փողոցում կամ գտնվում է ռեստորանում կամ ինչ-որ մի միջավայրում եւ X տղամարդ մոտենում է եւ նրան հարվածում է ֆիզիկական ցավ պատճառելով կամ հոգեկան տառապանք է պատճառում։ Կարծում եմ ակնհայտ է, որ գուցե կլինեն այդպիսի մեկ դեպք տարեկան կամ 10 տարին մեկ անգամ այդպիսի դեպք գուցե պատահական, բայց խոսքը բնականաբար վերաբերվում է հղի կանանց հիմնականում եւ հոգեկան տառապանք եւ ֆիզիկական ցավ պատճառում են ամուսինները, բայց մեր քրեական օրենսգրքում ամուսնու մասին հիշատակում չկա կամ մերձավոր ազգականք, որը ծանրացուցիչ հանգամանք է համարվում, բայց չկա որևէ հուշում, որ այս բոլոր հանցագործությունները հանցագործություն են նաեւ եթե տեղի են ունենում ընտանեկան հարկի ներքո փակ դռնի ետևում նույն չափ հանցագործություն են, նույն չափ պատժելի եւ քանի որ չկա այդ հիշատակումը քրեական օրենսգրքում, մենք կարող ենք նայել ինքներս մեզ, մեր շուրջը եւ ինքներս մեզ հարց տանք, թե որքան են մեր ընտանիքներում տեղի ունեցող այս յուրաքանչյուր հանցագործությունը, որքան է տեղ գտնում կամ որքան է համապատասխանում մեր բոլորի կողմից ընդունված քրեական օրենսգրքի եւ ինչքանով են պատժվում բռնության այդ երևույթները մեզանում, եթե այս նույն երևույթները տեղի են ունենում, կրկնում եմ, ընտանեկան հարկի ներքո։ Ես ուզում եմ երկու օրինակ բերել, որպես իմ կողմից վերջին ընթացքում հնչեցված օրինակներ, իսկ բոլորին խորհուրդ եմ տալիս պարզապես գտնել կյանքում իրենց օրինակները, հաստատող այն փաստը, որ հանցագործությունները, որպես հանցագործություն բռնության դեպքերը նշված քրեական օրենսգրքում ներելի են
եւ հանցագործություն չեն համարվում, եթե դրանք տեղի են ունենում ընտանեկան հարկի ներքո կամ մեր օջախներում։ Իսկ իմ երկու օրինակը հետեւյալն են։ Նախորդ լայվերից մեկի ժամանակ պատմել էի, որ հաշմանդամություն ունեցող տղամարդը, հաշմանդամության սայլակի վրա գանված տղամարդը, սեփական կնոջը պարբերաբար ասել է մոտեցիր, պետք է ապտակ է մոտեցել եւ ապտակել է, եւ ի վերջո օրերից մի օր մոտեցել եւ դանակով նրան հարվածել է։ Ես ուզում եմ գտնել այդ հատվածը։ Առողջությանը հոդված եւ այսպես հոդված 166 առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Եթե այդ հանցագործությունը կատարվում է մերձավոր ազգականի կողմից, ամուսինը մերձավոր ազգական կարծում եմ կարող է համարվել մեզանում, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ պատժվում է 5-ից 10 տարի ժամկետով։ Եվ ինչ եք կարծում, որտեղ է հիմա այդ տղամարդը եւ որտեղ է նրա կինը, արդյոք այդ տղամարդը պատժվել է 5-ից կամ արդյոք ընդհանրապես նրա դեմ քրեական գործ հարուցվել է, թեև նշված կինը ես այդ դեպքի մասին իմացել եմ, որովհետև նաև դիմել է ոստիկանություն այդ դանակով հարվածի համար։ Ես չունեմ այս հարցի հաստատական պատասխանը, բայց ես երաշխավորում եմ, վստահաբար կարող եմ ասել, որ այդ տղամարդու հանդեպ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 3-րդ մասի հանգամանքներով եւ նա որևէ պատժի չի արժանացել։ Մյուս դեպքը, որի մասին ուզում եմ խոսել, այս թեմային անդրադառնալու իմ, այսպես ասած, ինֆորմացիոն առիթն էր այն կինը, ում մասին ես խոսեցի առաջին լայվ եթերի ժամանակ եւ ում համար հոգ տարա, որպեսզի հաղորդում ներկայացվի, որպեսզի նա բժշկական փորձաքննության ենթարկվի, հաղորդում ներկայացվի եւ այդ ամուսինը, ով ծեծի էր նրան ենթարկվել, առնվազն համակարգը պաշտպանի այդ կնոջը, այդ տղամարդուց եւ նա պատժվի։ Ավելի ուշ ես նաեւ իմացա, որ 3 տարի առաջ նույն կինը, երիտասարդ կինը, որ ուներ 2 մանկահասակ երեխա, ինչպես հիշում եք, ամուսնու կողմից ենթարկվել էր ծեծի, հղիության 9-րդ շաբաթի ընթացքում եւ ես ճշտել եմ արդյոք ամուսինը տեղյակ էր, որ հղի է, այո տեղյակ էր եւ որ հղի է, ենթարկվել էր ծեծի այդ ժամանակ, որը ավարտվել էր վիժեցումով, այսինքն այդ կինը կորցրել էր իր երեխային։ Ես ուզում եմ նորից կարդալ, մեջբերել մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, հոդված 166, առողջությանը ծանր վնաս պատճառելը, երկրորդ մաս, մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հղիության ընդհատում, պատժվում է ազատազրկմամբ 4-ից 8 տարի ժամկետով։ Ես այդ կնոջը այսօր եթերից առաջ հարցրեցի, հետաքրքրվեցի, արդյոք այս անգամ, երբ որ խոսքը ուղղակի ծեծի մասին էր, եւ ի վերջո քննիչները վերցրել են հաղորդումը եւ process է գնում, չգիտեմ նույնիսկ ինչ, ասեցիք պատմել ես նախորդ դեպքի մասին, հղիության ընդհատման դեպքի մասին, ասաց այո, պատմել եմ։ Եվ ինչ եք կարծում, ես կրկին չունեմ, չեմ հետաքրքրվել եւ դրա կարիքը անգամ չեմ զգում ճշտելու արդյոք քրեական գործ հարուցված է տվյալ տղամարդու հանդեպ եւ այս անգամ ծեծի համար եւ նախորդ անգամ հղիության ընդհատման համար եւ բոլորն իրար հետ մինչեւ 10 տարի ազատազրկման քրեական հանցագործություն է կատարել տվյալ տղամարդը իր ընտանիքի պատերի ներսում իր սեփական կնոջ հանդեպ, իր երեխաների հանդեպ, որը նաեւ ծանրացուցիչ հանգամանքները ըստ քրեական օրենսգրքի բազմաթիվ են, որովհետև անչափահաս կա, որովհետև բազմաթիվ հանգամանքներ գոյություն ունեն, եւ ես վստահաբար ձեզ ասում եմ, որ քրեական գործի մասին խոսք լինել անգամ չի կարող, թեև քննիչները փաստերը
ստացել են եւ քննիչները գիտեն այս օրենսգրքի եւ այս բոլոր կետերի մասին։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ բացառում եմ, եթե պարզվի քրեական գործ է հարուցված այս պահի դրությամբ։ Մյուս կողմից ինչ է տեղի ունեցել հետևյալը, մեկ ուրիշ օրենքով, ընտանեկան բռնությանը առնչվող օրենքով սահմանված է պաշտպանական միջոցներ, անհետաձգելի միջամտություն եւ այլն եւ այսպիսի ինչ որ գործիքներ են ստեղծված տվյալ իրավիճակների համար, դրանք արդեն քրեական օրենսգրքից դուրս են եւ միտված են բռնությունից տուժած, ընտանեկան բռնությունից տուժած կանանց, երեխաներին ինչ որ ձևով պաշտպանելու, իսկ իրականությունն այն է, որ շատ ավելի մեծ պաշտպանություն եւ լեգիտիմություն են տալիս բռնակալին եւ դա կարելի է փաստել, թող մասնագետները այս մասին խոսեն, եթե ուզում են։ Այդ օրենքով եւ անհետաձգելի միջոց է կիրառվել տվյալ դեպքում իմ ասած կնոջ եւ իր ամուսնու հանդեպ, ինչը ենթադրում է, որ այս տղամարդը 25 օր իրավունք չունի մոտենալ իր կնոջը, զանգահարել, որևէ ձևով կապի դուրս գալ։ Սա գիտեմ, որ այո, կիրառվել է անհետաձգելի միջոց այս մարդու հանդեպ եւ ինչ է տեղի ունենում իրական կյանքում, ըստ ձեզ տեղի է ունենում այն, որ այս տղամարդը անխոչնդոտ զանգահարում է իր կնոջը եւ ուզում եմ ասել այդ միջոցը, որ սահմանված է այդ գործիքը չի վերահսկվում, չի գործում, ոչինչ տեղի չի ունենում եւ այս տղամարդը զանգահարում է կնոջը, զանգահարելու ընթացքում հոգեկան ներգործության փորձ է անում ակնհայտ, արտասվում է, ինչ որ սիրո խոստովանություններ է անում, լացում է, ասում է կգնամ ինձ կվնասեմ, ինչ որ ամեն ձևով հոգեկան ներգործության բոլոր միջոցներին դիմում է եւ չի բացառվում եւ ես չեմ կարող բացառել, որ ինչ որ մի պահի այս կնոջ համբերությունը կամ զգայունությունը տեղի կտա եւ ինքը նույնիսկ կհամաձայնվի հանդիպել եւ այս անհետաձգելի 25 օրյա ալքերքը ընդհանրապես որևէ կերպ չի գործի եւ եթե հանկարծ ընդունենք, որովհետեւ այս տղամարդը արդեն քրեական հանցագործ է, որովհետեւ ընդհատում է ունեցել հղիության ծեծ է եղել, դա եղել է պարբերական առողջության քայքայում, անչափահաս հանդեպ բռնություն բոլոր հոդվածներով, չեմ բացառում, որ այս տղամարդը կարող է հանդիպման պարագայում կարող է լինել այդպիսի տեսական հավանականություն, որ կարող է նաեւ դանակով հարվածել, կյանքից զրկել եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ եթե հանկարծ նման բան տեղի ունենա, ինչ կլինի մեր բոլորի արձագանքը, կլինի առավելագույնը խղճահարություն զոհի հանդեպ, եւս մեկ անուն այն օրվա միջոցառումների ցանկում, որ նվիրված է ընտանեկան բռնության զոհերին կամ կանանց, որ զոհ են գնում ընտանեկան բռնությանը, եւ մենք այս ամբողջ ընթացքի համար որևէ մեկս պատասխանատու չենք լինի եւ պատասխանատվություն չենք կրի ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ ինքներս մեր առաջ։ Եվ վերջում ինչ եմ ուզում ասել։ Ես ուզում եմ ասել այս ամբողջ իրավիճակը, այս ամբողջ իրականությունը հիմք է տալիս մեզ մտածելու եւ իմ խոսքը առաջին հերթին ուղղված է կանանց, որովհետեւ ընտանիքը պահող, ընտանիքի մասին հոգ տանող, պետությունից է նաեւ այդպես, էակները կանայք են։ Այս իրականությունը հիմք է տալիս կասկածելու, թե մենք ինչպես ենք վերաբերվում առհասարակ ընտանիք ինստիտուտին։ Մենք ինչպես ենք, ինչ է մեր վերաբերմունքը։ Եթե X գործողությունը մենք համարում ենք քրեական հանցագործություն, բայց այդ հանցագործությունը, այդ նույն գործողությունը չենք համարում հանցագործություն մեր ընտանեկան հարկի ներքո, դա ոչ այլ ինչ է, քան վերաբերմունք հենց ընտանիքին։ Եթե հանցագործությունը ընդունելի է ընտանիքի ներսում, հանցագործություն չէ, այն երևույթը, որը անթույլատրելի եւ աններելի է համարվում ընտանեկան պատերից դուրս, թույլատրելի եւ ներելի եւ արդարացումների մի ամբողջ շարան ենք բերում արդարացնելու համար տվյալ երևույթը իրականացնող անձին ընտանիքի պատերի ներսում, ուզում եմ մենք լավ մտածենք, մոլորություն չի արդյոք այն տեսակետը, որ մենք դա անում ենք հանուն ընտանիքի։ Ինչպես կարող ենք հանուն ընտանիքի հանդուրժել հանցագործությունը ընտանիքի ներսում։ Ես ուզում եմ բոլորս, բոլոր կանանց, եւս մեկ անգամ հորդորել,
չվախենալ, չամաչել, չընկրկել, չմոլորվել եւ շատ լրջորեն մտածել այս երևույթի մասին եւ ամեն անգամ, ամեն հաջորդ պահին սեփական ամուսնու կողմից ցանկացած տեսակի տիպի բռնության ենթարկվելիս նույնականացնել այդ արարքը քրեական հանցագործության հետ։ Ամուսնուն պարզապես հիշեցնել հենց այդ պահին, որ քրեական Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դու այս պահին կատարեցիր հոդված 196-ով նախատեսված հանցագործություն, որը պատժվում է մինչև 3 տարի ժամկետով։ Ես չգիտեմ այդ պահին ամուսնուն կզսպի դա թե չէ, որովհետև կզսպի ի վերջո մեկ բան, եթե այս բոլոր հոդվածների մեջ որպես ամենածանրացուցիչ հանգամանք եւս մեկ կետ ավելացվի։ Օրինակ, եթե հղիության ընդհատում է տեղի ունենում ծեծի արդյունքում կնոջ հանդեպ պատժվում է 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ եթե դա տեղի է ունենում սեփական ամուսնու կողմից սեփական տան հարկի ներքում 10-ից 20 տարի ազատազրկմամբ, այդ մեկ տողը վստահաբար կզսպի եւ կփոխի ամբողջ իրականությունը մեր կյանքում, կամ մյուս առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածում, եթե նշված են տարբեր կետեր եւ տարբեր հանգամանքներ, եթե այդտեղ նշվի, եթե այս գործողությունները տեղի են ունենում ընտանեկան հարկի ներքո ամուսնու կողմից կամ ընտանիքի մյուս անդամների կողմից ընտանիքի որևէ անդամի հանդեպ, ապա պատիժը կրկնապատկվի։ Այդ ժամանակ կհասկանանք, որ ընտանիքը մեզ համար բարձրագույն արժեք է։ Այդ ժամանակ արժանին կմատուցենք ընտանիք ինստիտուտին, եթե նույն հանցագործությունը կրկնապատիկ պատժի արժանացնենք ընտանիքի պատերի ներսում տեղի ունենալու պարագայում։ Այդ ժամանակ նույնիսկ կարող ենք հավակնել ասելու, որ ընտանիքը մեզ համար սրբություն է։ Իսկ նման իրավիճակում, նման իրերի ներկայդրության պայմաններում ասել, որ ընտանիքը մեզ համար սրբություն է կամ ընտանիքը մեզ ամենաբարձր արժեքն է, բայց օրինակ կարելի է ընտանիքի ներսում անել քրեական հանցագործություն եւ դա նորմալ է, ակնհայտորեն ինչ որ միտեղ, ինչ որ մի բանում մենք սխալվել ենք եւ սիրելի կանայք, առանց վախենալու, առանց հանուն մեր ընտանիքների, հանուն մեր երեխաների, մեր ամուսինների, որոնք բոլորը անխտիր, բռնություն կատարող անձը ինքը բռնության զոհ է։ Այդ բռնությունը ինքը օդից չի ստացել, ինքը սիրով չի ստացել, ինքը ձեռք է բերել սեփական մանկության ընթացքում բռնության զոհ դառնալու պարագայում։ Հանուն բոլոր իրի, սիրելի կանայք, եկեք մենք լինենք այն համարձակ էակները, ովքեր պարտավոր են պաշտպանել իրենց ընտանիքները, հոգ տանել իրենց ընտանիքի ներսում գոյություն ունեցող պահպանվող խաղաղության համար, բայց դա անենք ոչ թե կեղծիքի հիման վրա, այլ իրականության հիման վրա։ Եկեք ջանք դնենք եւ մեր ընտանիքի մոդելը բռնության մոդելից վերաձևակերպենք սիրո, փոխադարձ հարգանքի, խաղաղության, համերաշխության եւ ներդաշնակության մոդելի։